Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ողջույն հարգելի Հովհաննես Մարգարյան, մենք գծի վրա ենք երկուսով, դուք երևում եք արդեն մեր ձայնը ստուգենք, լավը, ողջույն, այսօրվա հաղորդումը կանցկացնենք երկուսով և կփորձենք մեր հնարավորության սահմաններում և իմացության սահմաններում, որտեղ արդեն բավականին մեծահասակ ենք, քո մազերը սևացել են մեծահասակությունից, իմը սպիտակ է հետնում, ուրեմն սև սպիտակ տիրույթի մեջ է գտնվում։ Ես կուզենայի այսօր մեր լույս աշխարհի դիտողներին և ընդհանրապես նրանք, որոնք հետաքրքրված են մեր հաղորդումներով, պարզապես նրանց լսողության մասնակցությամբ, բայց մեր խոսակցությամբ մի քանի հարցեր պարզաբանենք։ Խնդիրը վերաբերում է և Հայաստանին, և աշխարհում տեղ ունեցած մի քանի փոփոխություններին, փորձենք դրանք վերլուծել, թե ինչ է նշանակում ուր է գնում։ Նախ Հայաստանի վերաբերյալ, ինչպես գիտեք, արդեն մարտ ամիսն է, մենք արդեն 25-ի մեջ ենք մարտի, ըստ լրատվական հաղորդումների, որտեղ դու գտնում ես Փարիզում, ես էլ Լոս Անջելեսում, մեկ մեջ աչքով չեք տեսնում, ամեն ինչ լրատվություն է։ Ազատության հրապարակը, օպերայի հրապարակը նորից զբաղեցրել են 88 թվականի ուժերը։ Այն տարբերությամբ, որ այսօր այդ ուժերին ղեկավարում է արտասահմանից Հայաստան ժամանած 20-25 տարի առաջ Ռաֆի Հովհաննիսյանը, որը ինտեգրվեց Հայաստանի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում, ստեղծեց ORRAN Non-Profit Organization-ը, ոչ եկամտաբեր, որը ղեկավարում է իր կինը, Ժառանգություն կուսակցությունը հիմնվեց, երեխաներ ունեցավ և բազմացավ, այսօր դարձել է քաղաքական դեմք, դեմքերից մեկը փոխարինելով ընդդիմությանը ընդհանրապես, որին մենք մեր ամբողջ գիտակցական կյանքում օրորոցից ճանաչում ենք և տեսել ենք այս 25 տարիների ընթացքում, 25 տարի է անցել։ Նորից հրապարակը զբաղված է պետականակերտմամբ, չգիտենք դեպի որ կողմի վրա, որովհետև սոցիալական ուղղությունը հայտնի չի, թե ուր են գնում, ինչի համար են գնում։ Պարզապես ըստ սովորության, Սովետ միությունը քանդվելուց հետո, հաջորդաբար գալիս են նոր ղեկավարներ, որոնք ձեռնամուխ են լինում երկիրը բարգավաճ դարձնելու կոչերի, շինելու, բայց մինչև այսօր արդյունքը բացասական է։ 4-րդ պրեզիդենտն է, նախագահն է, այսպես ասած ներկայացնում Ռաֆի Հովհաննիսյանը, հաշված Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան և Սերժ Սարգսյան, ինքը 4-րդ տեղն է, 4-րդ անձն է փորձում ներկայացնել և ասում են ընտրությունները կեղծ են, ես պիտի լինեմ, մնացածը տեղյակ եք դու։ Ես գիտես ցանկանում եմ հովիկ քո հետ զրուցելու ընթացքում քո սև մազերի գիտությունը ստանալ, որտեղ երիտասարդ ես։ Ինչ տարբերություն կամ ինչ ընդհանրություններ կան Լևոն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Ռաֆի Հովհաննիսյանի միջև։ Ուր են սրանց միջև, ասենք, նմանությունները պետք է հաշվի առնենք և տարբերությունները, եթե կա, և տեսնենք այդ տարբերությունները ինչ բարեփոխումների կարժանացնեն սոցիալ-տնտեսական կյանքը Հայաստանում։ Այս պատկերացումների շուրջ խոսենք այսօր և տեսնենք ինչ է բանանում, ուր է գնում էսի, որովհետև հստակ երևում է, որ հրապարակում հանկարծ հայտնվեց 88 թվականի գլխավոր պրովոկատորներից մեկը, Աշոտ Մանուչարյանը, և նրա ներկայությունը պետք է որ հասարակությանը չեմ ասի, որ կարող է ցնցի, բայց 2008 թվականին կամ 2007 թվականին, սրանից արդեն 5 տարի, 6 տարի առաջ, հրապարակում նախագահական ընտրությունների համար հայտնված Լևոն Տեր-Պետրոսյանական թեկնածուն, կարծեք թե ստուգողական մի այցելություն էր հայ հասարակության մեջ կամ ընտրողի արդյոք նրանք հիշում են
90-ական թվականների այն աղետները, որը նա բերեց երկրի գլխին, պարզվեց, որ ժողովուրդը չի հիշում այդ մասին։ Եվ նա նախագահական ընտրություններում մարտի 1-ի դեպքերի ականատես եղավ ինքը եւ էլ չխաղաց։ Բայց այն, որ հայաստանյան հասարակությունը կորցրել է իր հասարակական հիշողությունը, չի հիշում նույնիսկ այն անհատներին, որոնք 20 տարի առաջ իրեն ղեկավարել են։ Սա ասում է, որ այսօրվա դեպքերը դրա շարունակությունն են։ Ռաֆի Հովհաննիսյանին մի կողմ դրենք, Աշոտ Մանուչյանի հայտնվելը եւ ժողովուրդը նրա այցելությունը ոգևորությամբ ընդունելը, սա շատ վտանգավոր նշան է հանդիսանում, որովհետեւ մենք այսօր պետք է քննենք տնտեսաքաղաքական հարցերը Հայաստանում 25 տարում եւ ինչ է կատարվել եւ այսօր լիդեր հանդիսացող ընդդիմության, այսպես կոչված Ռաֆի Հովհաննիսյանը ինչպես է պատկերացնում ֆինանսական, տնտեսական, քաղաքականը մի կողմ դնենք, սոցիալական հարցերը ոնց պետք է դուրս գալ այդ դրությունից, ինչա օլիգարխ, ինչա սեփականություն, ինչա բանկ, ինչա կենտրոնական բանկ Հայաստանի կառավարություն, սրանց միջև հարաբերությունը, ինչա նշանակում իշխանությունը ձեռք բերել առանց տեսնելու կենտրոնական բանկի կամ միջազգային ֆինանսական կենտրոններով պայմանավորված ազդեցությունները Հայաստանի քաղաքական կյանքում։ Այս բոլորը կարծեք թե Ռաֆի Հովհաննիսյանի տեսադաշտից դուրս են, դրանք այլ ուղղության վրա են եւ մաս չեն կազմում այս ամենին։ Ես կուզեի խոսենք այս դրության մասին։ Հիմա ես մի բան այո, ասա, ես մի բան նկատեմ, ես մի բան նկատեմ, որ զարմանալիորեն Ռաֆի Հովհաննիսյանը մի փոքր նկատառում ուղղակի Ռաֆի Հովհաննիսյանը բուն հարցերը, որոնք որ կկոտրեին Սերժ Սարգսյանը, այսպես ասած, կառավարությանը, կկոտրեին այն հարցերը, որոնք սխալները, որոնք ծառացած են կամ դիտավորությունները, որոնք արված են Հայաստանի Հանրապետության հետ, նա չի բարձրաձայնում։ Դրանք մի քանի օրինակ հարցեր ասեմ։ Դրանց մասին չի բարձրաձայնում ընդհանրապես։ Խոսքը վերաբերվում է օրինակ լեզվի մասին փոփոխության օրենքին, որ միակ օրենքն է, որ ամբողջ հայ հասարակությունը օրենքի համար ոչ թե իշխանափոխության դուրս եկավ փողոց։ Դա մասին չի հիշատակվում։ Նայրիտի գործի մասին երբևէ չի հիշատակվում, որոնք մեծ բաներ են, այսպես ասած, որով կարելի է կոտրել, չէ, մեջ բերել այլ հարցերով չի այդ պարտքերը, որոնք սարքեցին Հայաստանի գլխին վզին փաթաթեցին մի շարք այդ MVF-ի վարկերը, որոնք Հայաստանի պարտքեր են արել, դրանց մասին երբևէ չի խոսում Ռաֆի Հովհաննիսյանը։ Եվ մի շարք այլ բաներ, այսօրվա դրությամբ այդ հուշարձանները, որոնք դուրս են գալիս, չկա այդ բան, չի խոսում, դրանց հարցադրումներ չեն տալիս, մենակ այսպես իշխանափոխություն եւ այլն վանկարկումներ են, որոնք ոնց որ ասած ոնց կլինի իշխանափոխություն դիմել առանց էդի գորգորալու։ Այս մի նկատառում է, թե ինչի այսրանք չի բարձրացվել, այս հարցերը երբևէ չեն բարձրացվել առաջ եւ չեն դրանց միջոցով երբևէ չեն լսել, որ հեռուստատեսությամբ այս մարդը մեզ ասի մենք ուզում ենք իշխանությունը փոխել, որովհետեւ ահա իշխանությունը այսպես բան արել եւ այլն։ Հիմա ստե հարց է ծագում, ինչի արդյոք ինչպես այլ հարցերում նույնպես վարկային քաղաքականություն, որ վարկերը վերցնում են միջազգային արժութային ֆոնդից, դրա մասին ինքը երբևէ չի ասում, որ մենք պետք է փոխենք մեր քաղաքականությունը, չպետք է վերցնենք վարկեր միջազգային արժութային ֆոնդից, որ կառավարությունը, որը հիմա գլխավորում է կենտրոնական բանկի նախկին բանկիրը, մենակ Հայաստանի վզին փաթաթում է պարտքեր
ինչպես Կիպրոսն էր հիմա, Կիպրոսը հետևանքն է դրա այդ վիճակում, ինչպես Հունաստանն է, ինչպես այլ երկրները, որոնք վերջում կանգնում են անդունդի եզրին։ Հիմա հարց թե ինչի չի անում Ռաֆ Հովհաննիսյանը դա։ Չէ՞ որ մեր հիմնական այսքան ժամանակ մենք 2-3 տարի, 5 տարի խոսում ենք մենք մյուս աշխարհում նաև։ Խոսում ենք հենց դրանց մասին։ Դրանք են խնդիրները, անձերը ոչինչ չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը կլինի, թե Լևոն Թեոն, անձը ոչինչ չի փոխում, գործողություններն են փոխում։ Գործողությունները այնպես են արել, որ ոչ միայն հակա պետական են, նաև հակահայկական են։ Հիմա այդ հակահայկական եւ հակապետական գործողությունների դեմ Ռաֆ Հովհաննիսյանը երբևիցե չի խոսացել։ Ես այս հարցը տալիս եմ, որ մենք բոլորս էլ հարցնենք, թող իրանք էլ մտածեն այս հարցի շուրջ։ Ինչի իսկական հարցերը չեն շուշացել։ Ես այդ վերցնեմ իմ վրա մի փոքր, փորձեմ պարզաբանել կամ հարցի վրա հարց կրկցել։ Նայեք տեսեք ինչ է ստացվում։ Կարծեք թե Ռաֆ Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը երկուսն էլ ինչ որ տիրոջ ծառաներ են, որոնք հավակնում են մեկ աթոռի վրա նստելու համար։ Տիրոջ անունը չի տրվում, որովհետև Տերն է որոշում, թե դրանցից ով պետք է նստի։ Նրանք իրար հետ կռվում են եւ փաստեր են ներկայացնում։ Օրինակ Սերժ Սարգսյանը ասում է, իմ ծառայությունները տիրոջը ֆինանսական համաշխարհային կենտրոններին պարտքի տակ ընկնելու, արագության, չափի եւ այլն, ինձ համար կրեդիտներ են ստեղծում, որ ես շարունակում եմ նույն ձևով հավատարմորեն ծառայել միջազգային արժութային ֆոնդերին, իմ կենտրոնական բանկի միջոցով ստանամ նրանից պարտքեր, բաժանեմ։ Այստեղ հանդես է գալիս Ռաֆին, ասում է պետքա բաժանեմ ես, տիրոջն ասում, ոչ թե Սերժ Սարգսյանի նման օլիգարխներին տալով, այլ նոր մարդկանց, որոնք պարտ կուզեն։ Եվ այստեղ տարբերությունը մենակ դա է, ուրիշ ոչ մի բան։ Սերժ Սարգսյանը ասում է, միջազգային արժութային ֆոնդերի կենտրոնական բանկին տրված վարկերը ես բաժանել եմ մենաշնորհների ձևով, որովհետև դու ինձ թելադրել ես, որպեսզի ես գլուխ չդնեմ մանր մուներ բիզնեսների հետ, գումարը տուր 30-40 գլխավորներին, որոնք պտտացնել են իմ պարտքը տան։ Իսկ մնացած մանր միջին բիզնեսները ինչ չեն հետաքրքրում։ Սա Սերժ Սարգսյանը կատարել է ամենաբարձր պատասխանատվությամբ, առանց դժգոհություն պատճառելու միջազգային արժութային ֆոնդին եւ կենտրոնական բանկին, որը որ գտնում է Հայաստանում դրա տոկոսատ դրույթը բավական է, որպեսզի Հայաստանը չկարողանա դառնալ ինքնաբավ եւ որպես պետություն հանդես գա։ Սա հայտնի է, դրանով է պայմանավորված Հայաստանի տնտեսության ոչ զարգանալը, աշխատաուժի արտահոսքը, ծնելիության անկումը, ընտանիքների անկումը, քայքայումը, լեզուն, մեզուն ինչ որ կա, ինչ որ տեսնում եք։ Սա հատուկ եւ Սերժ Սարգսյանը կատարում է ամենայն բարձր որակով միջազգային ֆինանսական կենտրոնների հազարարությունը։ Մենք այստեղ ոչ մի արտառոց բան չենք տեսնում։ Դրա համար առաջանում է սա։ Հիմա հայտնվում է ընդդիմություն կոչվածը Լևոն Տեր-Պետրոսյանը ասենք, որը անվանում էր Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի կառավարությունը ավազակապետություն։ Ինքը չէր բացատրում, ինչու՞մն է դրա ավազակապետությունը, երբ իր ժամանակներից սկսվեց միջազգային արժութային ֆոնդի թափանցումը, Սովետ միության Հայաստանին պատկանող ձեռնարկությունների ավիրումը, արտաքին պարտքի գոյացումը եւ զարգացումը, այս մասին չի խոսում ինքը, եւ կենտրոնական բանկի առաջացումը եւ ամբողջ տնտեսությունը անցավ այս բռունցքի մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանը չխոսեց 2008 թվականին այդ մասին։ Նա հայտարարում էր ավազակապետությունը եւ ասում էր, այդ համակարգը ես պիտի կառավարեմ։ Բայց ինքը չէր բացատրում ժողովրդին, որ ինչպես պիտի կառավարի, այսինքն տեղի է ունենում կառավարիչների փոփոխություն մեկ այլ իշխող ուժի համակարգում,
Լևոն Տեր-Պետրոսյանը այդպես էր ասում։ Եվ երբ նա հեռացավ, ՀԱԿ-ը երկար տարիներ քարշ տալով փողոցներով, քայլարշավի եւ դատարկաբանություններ խոսելով Մատենադարանից եւ օպերայի հրապարակից, արդեն պարզ դարձավ, որ ինքը ասելիք չունի, նա ասում է, որ դու հեռացի, ես եմ գալիս այդտեղ նստում ուտելու, որովհետեւ եթե դա շահութաբեր չի, միջազգային արժութայինի հետ խաղալը, ապա ինչի եմ գալիս։ Եվ մի կողմ քաշվեց հիմա, տեղը հայտնվել է Ռաֆի Հովհաննիսյանը։ Ռաֆի Հովհաննիսյանի հայտնվելը մենք չգիտենք, դա արհեստական շինություն է, թե պատրանք է, որպեսզի ժողովուրդը հույսերի մեջ, այսպես ասած, ալեկոծվի։ Սա չգիտենք, ապրիլի 9-ից հետո կերևա, թե սա ուր է տանում, բայց նախնականը, որ դու ասեցիր, թե չի երևում այն գլխավոր պատճառները, որոնք երկիրը հասցրել են այս վիճակին, դրանցից ձերբազատվելու ինչ-որ ծրագրեր կամ կոչեր, չկա այդպիսի բան։ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից և Ռաֆի Հովհաննիսյանից ոչ մի բանով չի տարբերվելու և չի տարբերվում, որովհետև նրանցից ոչ մեկը չընդվզեց այս երևույթի դեմ, որ իրենք դառնան ինքնաբավ, ինքնատտեսությունը վարող, ժողովրդին կարողանան պահել այն արժեքները, որը պատկանում է համաժողովրդական սեփականությունը հանդիսանում, դրանք չմասնատել ու չցրել, չթուլացնել։ Սրանք չեն արել, 4-ն էլ չեն արել։ Հիմա չեն անելու ես Ռաֆի Հովհաննիսյանը քո ասելով նախնական տվյալներով այդպիսի խոսակցություն չկա ընդհանրապես։ Ընդհանրապես հրապարակում տիրում է 88 թվականի ոգին, որը չգիտեին ուր են գնում այն ժամանակ։ Հատուկենտ մարդիկ գիտեին, թե դա ուր է գնում, եւ դրա անունը դրել էին անկախություն, Սովետ միությունից անջատում, կոմունիստական ատելի կառավարությունից տապալում, եւ այսպես բաներ էին խոսում, բայց հիմա 25 տարի անցել, հանկարծ հրապարակում տիրում է նույն ոգին։ Ես դա ասեցի կրկնեմ, Աշոտ Մանուչարյանի ոգին է տիրում։ Այսինքն փոխվել է ժողովուրդը 25 տարի անցել, եկել է նոր սերունդ, որը հիշողություն չունի, եւ նրա ականջից բռնած նորից տանում են այն ուղղությամբ, որով ընթացել են 25 տարի։ Միայն փորձում եմ փոփոխություններ մտցնել լիդերի անվան մեջ, առանց հաշվի առնելու, որ այս ինչ որ կատարվել է Հայաստանում, սա պատճառը հետևանքային կապեր ունեն սրանք, սրա մասին ոչ ոք մեջտեղ չի բերում, թե ինչ պիտի արվի։ Մի մասը մտավորականների հույսները դրել են ազգային գաղափարախոսություն ստեղծելու վրա, կարճելով այս կամ այն տեսաբանին, որ սա ազգային գաղափարախոսություն որ չունենք, դրա համար է մեր վիճակը այսպես։ Ես կուզենայի դրա մասին էլ ասեի Լևոն, ինչ է նշանակում ազգային գաղափարախոսության հետևից գնալ, թե տեսնելով ինչ է կատարվում, ստեղծել ռազմավարական քայլեր, տակտիկական քայլեր, առանց մտածելու թե ինչ է ասել Նժդեհը տականք ազգի մասին, ներկայացուցիչների մասին, Անդրանիկն ինչ ասել, Անդրանիկի վերաբերյալ Արամ Մանուկյանն ինչ ասել, Քաջազնունին ինչ է ասել, որ Անդրանիկ զորավարը, որ ուզում են բռնեն եւ հանձնեն թուրքական կառավարության։ Այս հարցերը հիմա լույս աշխարհում գրած էր այդ, չէ, որ Հայաստանի առաջի կառավարությունը Անդրանիկ զորավարին համարել է ազգի թշնամի։ Եվ թուրքերին հանձնարարել է, որ բռնեք դրան պատժեք։ Այս տեսնում եք որ կա։ Հիմա այս մասին չի խոսվում։ Արամ Մանուկյանը հայրենասեր է հանդիսանում, բայց փաստը թուղթը ասում է, որ հայրենասերը Անդրանիկն էր։ Հայրենասեր Արամ Մանուկյանը թուրքական կառավարությանը գրում է, որ բռնեք դրան, դա ավազակ է։ Եվ մեր հարաբերությունները սա է փչան։ Այս խառը փնթոր վիճակի մեջ ճշմարտության հետքերն են կորչում եւ միաձուլվում են իրար հետ։ Մենք գտնվում ենք բարդ իրադրության մեջ հիմա։ Ռաֆի Հովհաննիսյանը ուր է տանում
կամ ինչ կառավարություն է ստեղծում, որի հիմնական նպատակն է կոռուպցիան վերացնի, երբ ամբողջ կոռուպցիա ինչ է, փողտուր գործը տանեմ, փող եմ տալի քեզ, տոկոսով այսքան կբերես, չբերես, եղած չեղածդ կտանեմ, որը հիմնված է օրենսդրական Հայաստանում որպես ֆինանսատնտեսական հարաբերություններ, կոռուպցիան տնտեսական հարաբերություններ են, հենց այնպես ոչ մեկը մյուսին փող չի տալի, երբ որ կաշառք ես տալի, քեզ համար ճանապարհ ես բացում բիզնեսի մեջ, փողին հասնելու մեջ, ինչ-որ կարողության ձեռք բերելու մեջ, հենց այնպես նվեր ոչ ոք մյուսին չի տալի, ուրեմն իշխանությունների ձեռքին են կենտրոնական բանկի հնարավորությունները, այդ հնարավորությունների հիման վրա, որպեսզի հասնես դրան, դու պիտի կաշառք տաս, մեկ փաստաթուղթ ստանալու համար, մեկ թույլատվություն ստանալու համար, մեկ էս անելու, մեկ են անելու համար։ Ուրեմն այդ կոռուպցիոն հանձնաժողով ստեղծելը, որպեսզի այդ հետևանքը պատճառով պիտի վերացնես, ոչ թե հետևանքի հետ խաղաս։ Պատճառը ինչն է, որ Հայաստանում տիրում է աղքատություն, գործազրկություն, կաշառակերություն, բռնատիրություն, ժողովրդավարություն չկա, այս չկա, այն չկա։ Պատճառը ինչ է, որ չկա։ Սրա պատճառը գտնողը չկա, որ ասի թե այ սա է պատճառը։ Մենաշնորային քաղաքականությունն է պատճառը, բայց ոչ ոք չի ասում, որ Հայաստանի Հանրապետության վրա դրված պրեզիդենտական կարգը դա կենտրոնական բանկի հետաքրքրություններից է բխում, որովհետև վերակացուն չի կարող լինել ժողովրդավարական։ Վերակացուն պետք է լինի մի հատ, որից հաշիվ պահանջի տերը կենտրոնական բանկը, որ իշխանության հետ կապ չունի, գիտեք։ Ուրեմն կենտրոնական իշխանությունը դա պրեզիդենտը, որպես Հայաստանի բռնատիրություն կամ ավազակապետություն հայտարարել չի կարելի, դա նշանակված է տիրոջ կողմից, որպեսզի նա հավաքի հարկերը, համապատասխան օրենքներ մշակի, որ հանկարծ կենտրոնական բանկից փող վերցրած որևէ մեկը չհամարձակվի վերադարձնել այդ պարտքը կամ չհատուցել տնով բանով, թողնի երկիրն էլ էտա։ Ուրեմն մենատերը ֆինանսական մի հատ կենտրոնա, որը կոչվում է կենտրոնական բանկ, որը ծառայում է միջազգայինին, միջազգային քաղաքականությունը, որը նորից չենք քննել։ Միջազգային քաղաքականությունը ինչ է նախատեսել Հայաստանում։ Նորից սիոնական ծրագրեր, ընդերքը տանել ժողովրդին Հայաստանը առանց հայերի եւ այլն։ Էսի արդեն տեսական քաղաքական մասն է, բայց մենք այսօր աշխատում ենք գործնական քաղաքական գործիչների հետ, տեսականը հասկանալի է, գործնականները ոնց են մոտենում այդ հարցին, Հայաստանը առանց հայերի, եւ համբերություն չունեն, առաջ Հայաստանը դատարկեն հայերից, հետո ընդերքը քանդեն, արդեն լսվում է գյուղերից, որ մեր ջրերը թունավորված են, պոչամբարները լցված են, գյուղատնտեսությունը վարակված է, այս լացի ձայներն է լսվում, չէ՞։ Որևէ անգամ Ռաֆի Հովհաննիսյանի հետ լացի ձայները լսելը, մեջ բերելը, որպես պայքարի միջոց բնությունը չախտոտել, հանքերը միջազգային բանկերով չֆինանսավորել, դրսից մարդ չբերել։ Այդպիսի բաներ չկա, եթե նույնիսկ էլ շատ թույլ շահարկման ձևով, այսինքն ով տեղյակ է իմանա, որ մենք դրա վրա ենք ուշադիր, բայց քո ասածները, որ դու ասեցի, զարմանալի են ասում ես, թե ոնց է բաց թողում սա, եւ հրապարակը վերածում 88 թվականի հուզա ազգայնական ինչ-որ մի հատ միջոցառման ամեն անգամ մի նոր բան հնարելով, չկենտրոնանալով գլխավոր հարվածի վրա։ Ես հարց չտվեցի այդ պարզապես քո հարցի վրա մի ամբողջ մի հատ պատասխան շապիկ հագցրեցի, որ սա է դրությունը։ Խաբված ժողովուրդ, փոխված սերունդ, հնացած հիշողությունը կորցրած մարդիկ եւ դրանց հետ
աճպարարություն անող քաղաքական գործիչներ, սկսած առաջինից մինչև այսօր։ Հիմա արի փորձի ուղղամես, այսքանից հետո մտածի մի հատ բան, ոնց պիտի լի սրա վերջը, ոնց ես տեսնում, ինչ անի։ Կան այդպես դեպքեր, որ այս երևույթից փորձել են դուրս գալ, կամ ճիկ են արել, կամ մի հատ ձայն են հանել, ոնց ա եղել, մի բան պետք է լի, թե չէ, կամ կարող ենք, թե չենք կարող, եթե անհնարին չենք այս խաղը խաղում, միայն խոսում։ Վերջին հասնելու համար պետք է սկիզբը տեսնենք ոնց է ճանապարհը գնում։ Հիմա շատ երկրներ կան, որ վերջի վրա են, այսպես ասած, սրա վերջ, օրինակ Կիպրոսը, Հունաստանն եւ այլ երկրներ, բայց պետք է բացատրել երկու բառով, ես ուզում եմ բացատրել, թե ինչ այդ իրանից ներկայացնում, որ պատկերացնում ասում ենք, որտեղ այդքան էլ հետ չի եղել, էլի, այդ ինչ է իրանից ներկայացնում, այս կրիզիսը, պարտքերը, թե ինչի է ժողովուրդը եւ այլ դուրս տալիս փողոց եւ այլն։ Հետո ես կասեմ մի երկրի մասին, որը կարողացել է լուծում գտնել եւ անգել այսպես պատմության մեջ մենք արդեն խոսում ենք ուրիշ էտապի, ոչ թե Հայաստանի այս էտապի, մի բան Հայաստանի բախտը մի բանով դեռևս գրել է, որ տնտեսապես շատ բանով կախված է Ռուսաստանից։ Դա դեռ այդ երևույթը փրկում է Հայաստանին, այսինքն տրանսֆերների մեծ մասը, առևտրի մեծ մասը, ամեն ինչը Ռուսաստանի հետ կապված եւ Հայաստանի փրկումը այնպիսի տրագեդիա լցված վերջից, ինչպես որ ասենք ավելի դժվար կարող լինել, ինչպես Կիպրոսն կամ Հունաստանը։ Սակայն դա ոչինչ չի նշանակում, միևնույն է, ինչպես ասում են, պարտքի լուծը Հայաստանի վզին հակապես վերջին 4-5 տարիների ընթացքում փաթաթված է։ Ինչ է նշանակում այդ պարտքը եւ ինչ է նշանակում այդ կրիզիսները։ Տեսեք, միջազգային ուրեմն այդ բանկային համակարգը պարտքեր է սարքում զարգացման ծրագրի տակ Հայաստանի Հանրապետությանը ենթադրենք կամ որևիցե այլ հանրապետությանը։ Այս պարտքերը վերցնում են, հիմնական նպատակը այս պարտքերի ինչն է։ Հիմնական նպատակը կարողանալ կոնտրոլի տակ պահել ամբողջ ֆինանսական սիստեմը։ Ինչպես անել դա։ Երբ որ Սովետական միությունը քանդվեց, կային մի շարք գործարաններ, լիքը գործարաններ, որոնք Սովետական միությունը արտադրություններ ստեղծել, արտադրում էր եւ ինքը կառավարում էր, ինքը ուներ իր սեփական մոնետար քաղաքականությունը, ինչպես ենթադրենք շատ երկրներ, իր արտադրությունը ինքն է որոշում հարաբերությունները, փողի եւ այլն։ Հիմա գործարանները քանդվել են, սակայն սպառումը մնացել է նույն քանակությամբ։ Ավելացել է սպառումը։ Այլ ներկրող կազմակերպություններ են, չէ՞, ներկրող կազմակերպությունները արտադրում են արտասահմանում, նրանց գլխին կանգնած է մի հատ այլ բանկ։ Սակայն այս բոլոր բանկերը կենտրոնում, այս բանկերի կենտրոնում նույն ֆինանսավորող ամերիկյան վալյուտների ֆոնդն է, որը կառավարում է դոլարի միջոցով միջազգային այդ առևտրական փողի փոփոխությունները եւ կառավարում աշխարհ։ Հիմա խնդիրը սրա մեջ է առաջին հերթին։ Մենք անցել ենք մի հատ նենց էտապ, որ ինքը արդեն քանդել է, չի կարող Սովետական միության առանձին միավոր, որը չի ենթարկվում։ Սա արդեն ինքը ունի ամբողջ Սովետական միությունը ունի, որովհետև իր երկի տակ է։ Հիմա իրան պետք է երկրորդ էտապը։ Հիմա պետք է անցնել էտապը, որտեղ որ մարդիկ, որոնք աշխատում են, մենք ձեր հետ աշխատում ենք, ստեղծում ենք վայր։ Մեր ամենակարևոր միավորը դա ոչ թե փողի միավորն է, որը գրում է միջազգային վալյուտի ֆոնդը, այլ մեր աշխատանքի միավորն է, որը ստեղծում է բարիք, այսինքն արտադրություն, եւ որը համարժեք է փոխվում է այն միավորի հետ, որը փող ենք ասում սրա։ Հիմա էսի ինչպես ինքը պետք է անի, որպեսզի մեզ դրանով տիրի, պետք է պարտք սարքել երկրի գլխին, հետո մենք պետք է աշխատենք անընդհատ պարտքեր տալ, պետք է պրիվատիզացնի, մի էտապ չի, մենակ պարտքով չի,
պետք է պրիվատիզացնի ամբողջ ուրեմն այն սիստեմները, որոնց մենք սնվում ենք, ասենք էլեկտրաէներգիա, ջուր, տեսեք, Հայաստանը արդեն անցնում է այդ ապերը, անցել է հեռախոսակապ, այս սաղ պետք է լինեն հենց կազմակերպություններ, որ գալիս են իր կապիտալ, իր բանկում են կապիտալը պահում, իր բանկում, ուրիշ բանկում չէ, ազգային բանկում չէ, որովհետև եթե իր բանկում են պահում, նշանակում է իրանն է փողը։ Հիմա անընդհատ մենք պետք է պարկ կրնենք, չգիտես ինչի դիմաց։ Աշխատենք, այդ պարկը տանք, նորից աշխատենք, մեր ժամանակն ու միջոցները ու էլի այդ պարկը տանք։ Դա անպայման չի, որ մի անգամից մենք sense փողը տալիս ենք իրար։ Դա գնում է վարձերից, բաներից, խաղերից, պետբյուջեից, ամեն տեղից է գնում։ Ամեն տեղից գնում է։ Ուրեմն ինչ է ստացվում։ Ստացվում է նոր ստրկության ձև։ Մենք բոլորս ստրուկներ ենք, համաշխարհային դա։ Մենք աշխատում ենք, ստեղծում ենք, ինքը մեզ կառավարում, սա ստրկության ձև է, պետք չի գնալ ստրուկներ բերել եւ այլն։ Աշխարհի շատ երկրներ, որոնք ուշացումով հա, իսկ ստրկությունը ինչպես է ստեղծվում, սա էլ է կարևոր երևույթ։ Այս որոշումը ընդունում է մի մարդ։ Պետական կառուցվածքը նենց է, որ մի մարդ է որոշում, ասենք պրեզիդենտական համակարգ է, մի մարդ է որոշում, մենք պարկ վերցնենք, թե չվերցնենք ու ինչի վրա։ Ժողովուրդը չի որոշում, ժողովուրդը հարցնես, կասի մեզ պետք չի, ասենք ենթադրենք։ Հիմա այս խնդիրը, երբ որ ծառանում է, հասնում է, ժողովուրդը դուրս է գալիս դուրս է գալիս փողոց, ասում մենք չենք ուզում պարկեր տանք, մենք չենք ուզում ստուգ լինենք, ինչպես Հունաստանում։ Մենք չենք ուզում դուրս են գալիս Եվրոպայից, ասենք Հունաստանը ուզում է դուրս գա Եվրոպայից, ինչն է պատճառը եւ ուզում է ունենալ իր սեփական փողը։ Սակայն իրան չեն թողնում, որովհետեւ մի երկիր, որ ունի սեփական մոնետար քաղաքականությունը, ինքը լրիվ ձեռները ոտերը կապված է։ Պետք է նայի բանի Ֆրանկֆուրտի բանկի երեսին, այնտեղ ինչ ուզեն, այտենց լինի։ Ինքը իր սեփական տնտեսական քաղաքականություն նշանակում չունի Հունաստանը։ Առաջին։ Դրա համար ուզում են դուրս գալ, իսկ Եվրոպան չի թողնում։ Հունաստանն ու Կիպրոսը բանի տակ են, բռնված են։ Բայց ահա մի հատ երկիր կա, որի մասին չեն խոսում հեռուստատեսությունները, մեդիաները։ Այս սկզբից խոսացին, հետո անհետացավ մեդիայի մեջից չկա, չեն կարող գտնենք։ Դա Իսլանդիան է։ Ես էլ եմ վերջերս այդն բերել։ 2008 թվականին Իսլանդիան այն առաջին երկրներից մեկն էր, որը կրիզիսի մեջ ընկավ եւ բանկերը սկսեցին նրանց չվերադարձնել փողերը, չտալ փող, իրանք անընդհատ պարտքերի մեջ է, պետությունը պարտքի մեջ է, մի հատ ահավոր վիճակ է, բոլորը կորցնում են տներ, աշխատանք, վիճակը դժվարացել է եւ Իսլանդիան գիտեք 320,000 բնակիչ ունեցող մի հատ կղզի է Հյուսիսում եւ մի հետաքրքիր ուրեմն բան է, հեղափոխություն է, որը ասում են իմիջիալոց այդ հեղափոխությունը կոչվում է, ինչպես կասել, դա կաստրուլկեքի հեղափոխություն են ասում։ Կաթսաների հեղափոխություն։ Տեսեք 2009 թվականին է եղել, 2009 թվական 10 թվականին, բայց մինչև հիմա ես համոզված եմ, որ շատերը չգիտեն, չեն լսել, բայց դա հսկայական որովհետև չեն թողել լսվել է, որովհետև այդպիսի հեղափոխությունը, որը հեղափոխում է, ոչ թե սա հեղափոխություն էր, ինչ-որ կառավարության կամ պետության կամ ես չեմ պատմում, որ սա մենք պատկերացնենք հեղափոխություն է, ինչ-որ կառավարության, սա հեղափոխություն է այն սիստեմի դեմ, որի մասին մենք նոր խոսում ենք, միջազգային արժույթի հիմնադրամի ստեղծած սիստեմի դեմ հեղափոխություններ, բանկային սիստեմի դեմ հեղափոխություններ։ Եվ այդ ժողովուրդը կարտուկեքով որ դուրս են եկել դուրս, կարողացան ստիպել ասել են բանի, որ ժամանակով վարչապետը անմիջապես վատացավ հրաժարական տվել, որոնք որոշները հասկացան, թե ինչ է կատարվում, եւ երկրում եղավ այսպիսի հեղափոխություն։ Հիմա ես մի քանի կետով ասեմ, ինչ իրանք փոխեցին, ուրեմն իրանց մոտ 3 հիմնական բանկերը, ուրեմն առաջին հերթին բանկերը նացիոնալիզացրեցին, որովհետև բոլոր այն բանկերը, որոնք իրանք ունեն, ինչ որ ունեն, դրանք սա պրիվատիզացվել են եւ մասնավոր են դարձել։ Իրանք այն բանկերը, որ ֆայթ են գնացել, նացիոնալիզացրեցին։ Այսինքն ստեղծեցին մի հատ առաջին հերթին Հովանես Թաթել
քանի որ գիծը վատ է, ձեռքերդ մի բեր կադրի մեջ շարժելու, ամբողջ պատկերը ապահովում, պահի ներքև մինը խոսի, ներքև է շարժի կադրի մեջ մի բեր։ Իհարկե հանգստան։ Ուրեմն առաջին հերթին իսլանդացիները արեցին փողոցում պետական կառուցվածքի մեջ, որովհետև հասկացան, եթե պետական կառուցվածքը չլինի խորհրդարանական, նրանք ասեցին մենք չենք ուզում ունենալ պարտքեր, որոնք ինչ-որ մի քանի հոգի մեր գլխին կառավարության ապաշնորհ մարդկանցից մեր գլխին շինել են այդ պարտքերը, մենք չենք ուզում ունենալ, բայց դրա համար ինչպես անել, որ հետագայում նույնպես չունենալ, ապա ունենալ մի հատ կառավարություն, որը որ մի մարդուց չի կախված, այլ մի ամբողջ ազգային ժողովից, եւ սահմանադրական ասամբլեա արեցինք 25-ականից, որը սահմանադրական հիմնական այդ բանը ստեղծեց 500 հոգանոց ազգային ժողով եւ այլն։ Հիմա ասենք առաջ։ Առաջին հերթին ուրեմն բանկերը դարձեցին ազգային, հետո փողը դեվալվացիա բան արեցին, որպեսզի էքսպորտի խթանման համար, այնուհետև կոնստիտուցիայի ռեֆորմացից եւ այնուհետև ամենակարևորը մերժեցին Եվրոպայի միություն մտնելը եւ միջազգային արժույթի հիմնադրամի օրենքներին դեմ գնացին։ Կոպիտ ասած նրանց դուրս շպրտեցին երկրից, այսպես ասենք, ավելի շուտ, ոչ թե պահանջներին դեմ գնացին, այլ դուրս շպրտեցին։ Հիմա 2013 թվականին եւ պատկերացրեք Իսլանդիան բավականին հաջող տնտեսություն ունի ի տարբերություն կայուն տնտեսություն ի տարբերություն 2008 թվականի իր շնորհիվ կաթսաների հեղափոխության։ Հիմա այս կաթսաների հեղափոխությունը մենք ինֆորմացիա չունենք, տարբեր տեսակի գունավոր հեղափոխությունները հեռուստատեսությունով չեն դադարում մեզ ցուցաբերել, բայց կաթսաների հեղափոխությունից ոչ մի ինֆորմացիա չկա։ Հետաքրքիր է, չէ՞։ Իսլանդիան միակ երկիրն է, որ կարողացավ դուրս գալ այդ վիճակից։ Հիմա տեսնենք այլ երկրները, ինչն է դրա պատճառը, որ կարողացավ դուրս գալ եւ ճնշումները քիչ եղավ, երևի 3 հիմնական պատճառ կար։ Առաջինը երևի կախվածությունները քիչ էր, Եվրոպայից կախված չէր եւ այլն, աշխարհակաղակական առումով ինքը առանձին էր, ոչ մի սահմաններ չուներ վտանգների քիչ, եւ շատ չեն գան հետևից, որովհետեւ հնարավոր է ավելի թանկ արժենա իրենց համար Իսլանդիան 320,000 դրամով մի հատ կղզի, հետո կարող է ցեպոչկա կա, չէ, ցեպոչկայով գնալ էտի, դրանք ուղղակի անջատեցին այդքան մասը, ասացին դե լավ, անջատենք, ոչ մեկ չիմանան ինչ ա եղել, շարունակենք մեր գործը։ Այսինքն լրատվական բան արեցի շրջափակում, Իսլանդիայից ինֆորմացիա չկա համաշխարհային լրատվական ոչ մի ինֆորմացիա չկա։ Ինչպես Բելարուսիայից չկա։ Ինչպես Բելարուսիան համարվում է իմիջիալոց, Բելարուսիան համարվում է տոտալիտար երկիր, իմիջիալոց ես ասեմ շատ նա հետաքրքիր բան, բացառիկ երկիր է տնտեսությունը, որի տնտեսությունը աշխատում է 100%-ով բոլոր գործոնները Սովետական միության քանդվելուց հետո եւ Ռուսաստանում կան շատ խանութներ, որոնք կոչվում են բելոռուսական ապրանքներ։ Իմիջիալոց ասեմ, ռուսները բելոռուսական ապրանքները առնում են, ինչպես գերմանական ապրանքները կառնեին Սովետական միության ժամանակ, որ ասում են գրերից ապրանք է։ Իրանց համար իմպորտի է դարել էլի, ոչ տեղական։ Որակի առումով շատ մի բան, տես Իսլանդիայի մասին ասացիր, չէ՞։ Ուրեմն Իսլանդիային փրկեց, որ թշնամի ցամաքային բաներ չունի, թշնամիներ չունի, շրջափակման մեջ չի։ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասն է Գրենլանդիայից տակը, միշտ էլ գյուղատնտեսության համար բարենպաստ չի, ցուրտ է եւ այլն,
բայց նավթային թեթևակի ռեսուրսներ ունի, որ իր էներգետիկան կարողանում ապահովի, ասենք բենզինի, նավթի, բնակարանների տաքացման, չնայած ցուրտ հյուսիսային երկիր Անգլիայից էլ վեր է։ Բայց հանկարծ այդպիսի կախվածության մեջ լինելով միջազգային վալյուտային ֆոնդից փայտերով ծեծեց լարեց, ասում ես այդ բանկին, ասեց փախեք ստեից, կառավարությունն էլ, որը այդ բանկի ծառան էր, նրան էլ փոխեց, անցավ ժողովրդի ձեռը, թե մարդկանց ձեռը, որոնք մտածում են իրենց երկրի մասին։ Կարծես թե մարդկանց ձեռը, չէ, թե չէ ժողովուրդը անհասկանալի մի։ Դե ժողովուրդը ինչ եղավ, ժողովուրդը ընտրվեց 25 հոգանոց սահմանադրական ասամբլեա, որը դրեց սահմանադրությունը, հետո ընտրվեց 520 հոգանոց, 320,000 բնակչություն ունեցող կղզում 520 հոգանոց ազգային ժողով, ուշադրություն դարձեք ինչի է սա կարևոր, որտեղ երբ որ մեր մոտ խոսում են պետք է փոխել կարգը բանից անցնենք պրեզիդենտականից խորհրդարանքը, հետո ասում են ինչպես ասացի Պարոն Հայրիկյանը, ասում է դե պետք է խորհրդարաններ փոքր կազմով լինի։ Սա հետո չեն անում, ուրեմն երևի ամերիկյան դեսպանատան ասում են ինչ ասենք այս դեպքում, իրանց էլ ասում են դե մեր ձեռատալի, որ խորհրդարանը փոքր կազմով լինի։ Կառավարության, որովհետև 520 հոգանոց խորհրդարանի վրա չես կարողանա, ու պրիտոմ հանգած որ երկու գլխանի խորհրդարանը լինի կամերալը, երկու կամերալ խորհրդարան եւ վարչությունը, վարչապետը կախված լինի այդ խորհրդարանից, ինչպես Գերմանիայում բանը կանցլերը Բունդեսրատից եւ Բունդեստագից է կախված երկու բաներ իրար հետ եւ հանկարծ կանցլերը սխալ չգործի։ Գիտեք ինչա, հենց իր այնքան է եղել պատմության մեջ, որ հենց իր կուսակցությունը իրան դուրս հանել մի ժամվա ընթացքում ինքը դուրս է խրել։ Այդպես որ իսկ մեր մոտ այսօրվա հակառակն է։ 5 տարի պետք է սպասես այդ սա սխալներ է, հետո 5 տարի հետո ասեն սխալ է, էսի ճիշտ է, 5 տարի ասեն փչացրել է սա երկիրը։ Հետո հեղափոխությունը լինի, եկեք դա ասենք թե Ռաֆայել Հովհաննիսյանը 5 տարի Ռաֆայել Հովհաննիսյանը փչացնի, բանի պարզի որ ինքը սխալվել էր, դոլասի ներողություն Լևոն Տեր-Պետրոսյանի նման ես այս ինչ հարցերում սխալվեցի, բայց ժողովուրդը մեռնում է, երկիրը գնում է, իսկ ինչպես է ազգային ժողովից կախված պետությունը, երբ որ սխալ ես անում, ազգային ժողովը ասում է հաջող, որ չես կարող մնալ այստեղ։ Եվ դնում են մարդուն, որովհետև արդեն այստեղ կոլեկտիվ արդարությունն է աշխատում, իսկ այդ ժամանակ դա արդար է, մի հոգուց չի կախված։ Հիմա Իբա պետք է ասեի, քանի չեմ մոռացել, այդ որ ասեցի Իսլանդիայի էներգետիկան կա, իրանց էներգետիկայով կարող են տաքանալ եւ գյուղատնտեսական ինչ-որ բաներ ստեղծել եւ միգուցե արտադրություններ ունեն ձգնորսություններ կա ու կա, չէ, ձուկը կա։ Հիմա նման տեսակի գործ անելու համար առաջինը երկիրը պետքա ինքնաբավ լինի, օվկիանոսի ձուկ կուտի, թե գյուղատնտեսության կարտոֆիլ կուտի կամ հաց կամ դեղց, ինքնաբավությունը, որպեսզի կարողանա ինքը կախված չլինել միջազգային վալյուտային փոխտված փողը սննդամթերք վերածելու համար կամ էներգետիկա։ Հիմա մեր էներգետիկան Հայաստանի ջուրը ապահովում է։ Նույնիսկ Հայաստանը էլեկտրականություն է վաճառում։ Գիտեի՞լ այդ մասին։ Վաճառում է էլեկտրականություն հարևան երկրներին, այսինքն այդ հավասարը ոնց որ նավթի հանք ունի, ինչպես բանը, այսինքն որ պետությանը որ էներգետիկ վաճառք է կատարում, ջրային կամ ատոմային, որտեղ ինքը ատոմային էներգիայի կայաններ ունի, չէ, որի հետ փայատերը, ասենք թե Ռուսաստանի հետ է, որ ուրանը դնում է, բայց ինքը իր փայաբաժին ունի եւ իրան լրիվ հերիք է։ Էներգետիկայով ապահոված է գյուղատնտեսության մեջ եւ հող ունի եւ աշխատաուժ ունի։ Հողը հիմա այսօր անտերը աշխատաուժը փախած է։ Ուրեմն եթե այդ հարցը լուծվի, ինքը միջազգային բանկին կարող է դուրս անի Հայաստանից։
Ինչի՞ց է վախենում։ Երկու ճանապարհ կա, չէ՞։ Դուրս վախենալու խնդիր կամ պարտքը փակել, լծվել ազգային ռեսուրսները օգտագործման աշխատանքին։ Բայց ոչ մեկը սրանք չկան այս Ռաֆի Հովհաննիսյանի ծրագրերի մեջ։ Ըստ վախենալու խնդիրը ինչքան իմ կարծիքով բանի խնդիրը վաճառվելու առնվելու խնդիրը այսինքն ինչքան վախենալու չի ինչքան մեր պատասխանատու մարդիկ որոնք կառավարության են առնվում են միջազգային բանկի կողմից Հիմա հստակ չի պատկերացնում խոսքը Ռաֆի Հովհաննիսյանի մասն է Սերժ Սարգսյանը պատկերացնում է որ երկիրը պահելու համար հարկավոր է մարզպետներին ունենալ ձեռքի մեջ որպես կենտրոնացված իշխանություն որպեսզի մարզպետները կարողանան տեղերում ժողովրդային հուզումները ճնշել երբ որ հանկարծ կսկսվի ասենք հանքարդյունաբերության զարգացումը ներդրումներ ու օֆշորային երկրների ուրեմն ինքը գիտի որ կենտրոնացած իշխանությունը իր ձեռքին պետք է հանդիսանա այս process-ների համար Ռաֆին ասում է թե իհարկե մեր առաջ ընկած կոչերով որ մարզպետները չի պիտի նշանակվեն հիմա ինքը ասում է ես պիտի նշանակեմ հասկացա՞ր ինչ եղավ սկզբից որ պետք է ընտրի ժողովուրդը ըստ որում մարզի այսպես է բան խոսվում հիմա ասում է չէ ես պիտի նշանակեմ ես ինչ է դուրս գալիս որ ես նշանակում է Սերժ Սարգսյանի մեկ ուրիշ տեսակն է մեջտեղ գալիս բայց ժողովուրդը միևնույն է չի կարող կողմնորոշվել երրորդ ճանապարհը չկա էլի նորից մնում է Ռաֆի Հովհաննիսյանին գլուխը մտցնել որ ինքը մի հատ նայի իսլանդական դեպքերը բայց ինքը մեջ էլ չի բերում հիմա մենք խոսում ենք որ Իսլանդիան առաջինը ազատվեց արտաքին պարտքից ճշգրտեց իր դեմոկրատացումը ներքին ռեսուրսներով դարձավ անկախ եւ դուրս եկավ միջազգային լրատվական միջոցների ուշադրությունից արդեն նա նրանց համար գոյություն չունի հասկացա՞ր ինչ է դուրս գալիս այս վիճակը չի դրությունը սա չի սա հիմակվա դրությունը շատ ավելի վտանգավոր է քան թե սեթափարած Սերժ Սարգսյանի բռնատիրական դրությունը որտեղ արդեն հաստատված են ժողովրդի թշնամիները անուն առ անուն տարիների մեջ հստակված է նրանց գործունեությունը հիմա գալու են նոր տեսակի մարդիկ որոնք նորից խաբելու են ժողովրդին նույն ձևով այսինքն սա ճանապարհ չի այսինքն մենք գտնվում ենք մի հատ հզոր փակուղի դիմաց ինչն է խախտված այս ընդհանուր ճանապարհի վրա որ մենք երբ չենք գտնում մի հատ պատկերացրա դու ասա տենամ ինչն է որ մենք փակուղու մեջ ենք կարող ես ասել եկեղեցին է այս կուսակցություններն են այս ժողովուրդն է սխալ այս արտաքին թշնամիներն են Ղարաբաղն են ինչ ուզում ես ասա մենակ ասա ինչի են փակուղում ու դուրս գալու երկ չկա տեղապտույտ անընդհատ տեսնեմ ժամանակը չես կարա ասես Հովհաննես լավ էլ ժամանակին նայեցի ժամացույցին դու էլ ասեցիր դժվար բան է չես կարա ասես ցանով ավարտենք այսօրվա հաղորդումը որտեղ ժամանակը սպառվեց մինչև նոր հանդիպում հարգելի Հովհաննես շնորհակալություն այսօրվա հաղորդման համար առայժմ